Խնձորեք, կարծեմ նստել ինչ-որ քննարկում։ Առաջին հերթին ատոմակայանը մեր փակմանը համաձայնվել է հանձնել, բայց դա առաջին հերթին չէ, եւ խայտարակեց ամբողջ ազգը։ Ամբողջ ազգը խայտարակեց եւ մեր ամենակարևոր բանը, որ մենք ունենք, հայկական եկեղեցին։ Այդ թշնամին քանդում է վերջին մեր սյունը, եւ դուք դրա հետ գնում եք ընտրության։ Ցանկացած մարդ, որ այս օրվանից հետո խոսա դրա հետ ընտրության գնալուց, ով ուզում է լինի, վերջի անբարոյական շունն է։ Թշնամուն, իսկ դա թշնամի է։ Այդ կենթանում ոչնչացնել է պետք։ Եվ դա ընդամենը մեկ օրվա հարց է։ Վայր դրեք մանդատներդ, ռադներդ քաշեք։ Ռադներդ քաշեք իրական իշխանություն հանդիսացող խորհրդարանից։ Ռադներդ քաշեք։ Իդիոտներ, դավաճաններ։ Դրա հետ համագործակցել եք, կազմել եք Արցախի կործանման խորհրդարանը, հիմա ուզում եք համագործակցելով կազմել Հայաստանի կործանման խորհրդարանը։ Ով որ այսօրվանից հետո այդ թշվառի, այդ շան հետևից, որը ձեր նշանակած շունն է, որը դուք կազմելով քեմալիստների հետ կալաբարացիական խորհրդարան նրան ընտրել եք ու 5-րդ տարին է թշնամիներ լեգիտիմացնում եք։ Այսօրվանից ով որ խոսած դրա հետ ընտրության գնալու մասին ազգի թշնամի է եւ դավաճան։ Որտեղ բոլորն էլ հասկանում են, թե ինչի եք դուք գնում եւ ուր եք գնում եւ ուր եք տանում, ու էլի ժողովրդի մեջքին գցելու համար, ժողովրդի գլխին գցելու համար ձեր հանցագործությունը, քաղաքակրթական հանցագործներ, կապիտուլյանտի հետ պայմանավորված ընտրության գնացողներ, վայր դրեք մանդատներդ, շներ, լուծարեք խորհրդարանը, գոյաբանական թշնամուն հետ ընտրության չեն գնում, գոյաբանական թշնամուն ոչնչացնում են, փալասներ, ումից օրինակ վերցնի այդ ժողովուրդը, ձեզանից։ Կներեք մի քիչ ներվայնացան համար, բայց դա իրականություն է, ժողովուրդ։ Հայաստանի վերջը արդեն եկած է։ Ոչ արժանապատվություն ունենք, ոչ մի բան։ Խայտարակված ենք ամբողջ աշխարհով մեկ։ Մեր նման խայտարակություն այս քաղաքակրթությունը չի տեսել։ Եթե տեսել էլ է, վերացրել են, որպեսզի այդ կեղտը պատմության երեսին չմնա։ Մենք էլ ենք դրան